Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակում համահայկական հասարակական դաշինքը քննարկում է կազմակերպել Հայաստանի անվտանգային, պաշտպանական եւ իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հասարակական, քաղաքական գործիչները, անվտանգության փորձագետներն ու մեր երկրի պրոֆեսիոնալ իրավաբանները վերլուծում են ներքին եւ արտաքին մարտահրավերներն ու անվտանգության հարցերը։ Համահայկական հասարակական դաշինքի կազմակերպած, առաջարկ Հայաստանի կոնցեպտի ըստ էության, ներքո այս քննարկումը ինքը շատ հստակ եւ պարզ ցույց է տալիս մեր առաջնահերթությունները, իրական առաջնահերթությունը։ Իսկ իրական առաջնահերթությունը հետեւյալն է. ճիշտ գնահատել ռիսկերը, ճիշտ գնահատել վտանգները, մեխանիզմներ ձևավորել, թե ինչպես այդ վտանգներին կարելի է դիմակայել եւ ի վերջո ձևավորել երաշխավորված խաղաղություն։ Հասարակության պառակտում, միմյանց նկատմամբ ատելության սերմանում, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ, իրավական ապօրինություններ, ռեպրեսիաներ, այլախոհների նկատմամբ դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նշում է անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Հայ մարդ այսօր իրեն անվտանգ չի զգում թե Հայաստանում եւ թե արտասահմանում, որովհետև խարխլվել է մեր անվտանգային ողջ համակարգը։ Նման տարածաշրջանում առանց ռազմավարական դաշնակցի, առանց իրական երաշխիքների գոյատևելը շատ բարդ է, եթե ոչ անհնար։ Կազմակերպված պետություն ստեղծելը իմ կարծիքով անվտանգության լավագույն երաշխիքն է։ Պետք է սկսել պայքարել երևույթները, արատավոր երևույթները առաջացնող խնդիրների հետ, այլ ոչ թե պայքարել հետո այդ երևույթների դեմ։ Եթե արմատախիլ ես անում այդ երևույթները, արատավոր առաջացնող երևույթները, ինքս ինքյան, ինչպես ասում են, այդ երևույթներն սկսում են կամաց վերանալ։ Փորձագետները վերլուծում են իշխանության իրականացրած բանակի այսպես կոչված բարեփոխումները, փաստերով մատնանշում ռիսկերը։ Զինված ուժերի անձնակազմի թվի 25%-ով կրճատում, ծառայության ժամկետի 24 ամիսը 18 դարձնելով։ Երկրորդ, բանակում սոցիալական անարդարության իրավական ամրագրում, վճարելով ազատվելով ժամկետային զինծառայությունից։ Երրորդ, զորավարությունների անցկացման միջազգային եւ տեղական մասշտաբներով բացակայություն, զորական վիճակ։ Ընդդիմադիր ուժերին պատերազմի կուսակցություն անվանող Փաշինյանը պատմագիտական ու քաղաքագիտական առումով որևէ կապ չունի խաղաղության հետ, ասում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահը։ Սուրեն Սուրենյանցի խոսքով ակնհայտ է, որ խաղաղության մասին ընդհանրապես խոսք չկա, քանի որ շարունակվում են Բաքվում պահվել 2 տասնյակից ավելի հայ ռազմագերիներ, Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը։ Փաշինյանը բլեֆ է անում, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի process-ում այդ բոլոր հարցերը կլուծվեն, վկայակոչելով օրինակ Ալմատիի հռչակագիրը։ Ալմատիի հռչակագիրը դատարկ փաստաթուղթ է։ Բացարձակ որևէ քարտեզային նկարագիր այդ փաստաթուղթը չունի իր հիմքում։ Հետսովետական տարածքում որևէ երկու երկրի դելիմիտացիա, դեմարկացիա տեղի չի ունեցել Ալմատիի հռչակագրի հիմքով։ Փաշինյանը արդեն բազմից խոսել է այն մասին, որ պետք է մենք անկլավների փոխանակության հարցին անդրադառնանք եւ այլն, այսինքն իմպլիցիտ ինքը արդեն ընդունել է, որ այդ անկլավները կան, բայց 1994 թվականից սկսած Հայաստանի եւ միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությամբ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որը անկլավ Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Աշխարհում եւ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական ազդեցություն են ունենալու մեր երկրի, այդ թվում հունիսի 7-ի ընտրության ելքի վրա։ Թրիփը գոյություն կունենա թե ոչ, Իրանի ազդեցության գոտին տարածաշրջանում կընդլայնվի, թե կսահմանափակվի, պարզ կլինի ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունից հետո, ասում է Ստեփան Դանիելյանը։ Տարածաշրջանի այս զարգացումների թեման չափազանց կարևոր է եւ պետք է դա քննարկել եւ հասկանալ ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել։ Քննարկման մասնակիցներն ընդգծում են նաեւ հունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի լինելիության հարցը, ընտրությունը Հայաստանի Հանրապետության կամ Արևմտյան Ադրբեջանի միջև է։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։